Ինչ կանեիք, եթե ձեր ամենամոտ ընկերը ձեր կյանքը վերածեր դժոխքի։ Պատկերացրեք, ձեր մանկության ընկերուհին, ում հետ կիսել եք ամեն ինչ, տարիներ շարունակ թաքցրել է մի սարսափելի գաղտնիք։ Նրա նախանձը պարզապես քմահաճույք չէ, այլ սառը, հաշվարկված վրեժխնդրություն, որի արմատները գնում են դեպի ձեր ընտանիքների մութ անցյալը։ Այն, ինչ դուք համարում էիք անխորթակելի բարեկամություն, իրականում ատելության ծուղակ էր, որը լարվել է տասնամյակներ շարունակ։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես կարող է ամենաանմեղ հիշողությունը դառնալ ճշմարտության բանալին։ Դուք կտեսնեք, թե ինչպես է մեկ հին խաղալիքի մեջ թաքնված նամակը բացահայտում մի ճշմարտություն, որն ավելի սարսափելի է, քան ցանկացած դավաճանություն։ Բայց ամենակարևորը, մենք կպարզենք, թե ինչն է իրականում ստիպում մարդուն ոչնչացնել նրան, ում երդվել է պաշտպանել մինչև վերջ։ Պատրաստ եք տեսնել, թե ինչպես է քանդվում ամեն ինչ, երբ բացահայտվում է սարսափելի ճշմարտությունը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Երևանի ամենանորաձև ցուցասրահը շնչում էր հաջողության բույրով։ Պայծառ լույսերի տակ, բարձր երաժշտության ռիթմերի ներքո, Մարի երազանքը քայլում էր պոդիումով։ 32-ամյա տաղանդավոր դիզայների վերածնունդ հավաքածուն հիացնում էր հանդիսատեսին։ Առաջին շարքում նստած էին նրա կյանքի երկու հենասյուները՝ ամուսինը Արմանը, ում դեմքին հպարտություն էր, և մանկության ընկերուհին Անուշը, ում ծափերը ամենաբարձրն էին, բայց ում աչքերում մի աննկատ սառնություն էր սահել։ Երբ ցուցադրության ավարտին Մարին հուզմունքից դողացող ձայնով շնորհակալություն հայտնեց իր ամուսնուն և հատկապես Անուշին, անվանելով նրան իր հաղթանակի կիսող, նրանց գրքախառնությունը բեմի վրա թվում էր անխորտակելի բարեկամության խորհրդանիշ։ Կուլիսներում, շամպայնի խցանների ձայների և շնորհավորանքների տարափի տակ Մարին իրեն զգում էր աշխարհի տիրուհին։ Նա կատակով հիշեցրեց Անուշին իրենց մանկության երդման մասին՝ միշտ միասին լինել հաղթանակների պահին։ «Ես ոչինչ չեմ մոռանում, Մար, բացարձակապես ոչինչ», պատասխանեց Անուշը, և նրա ձայնի մեջ մի տարօրինակ երանգ կար, որը Մարին իր էյֆորիայի մեջ չնկատեց։ Հենց այդ պահին զանգեց հեռախոսը։ Նրա գլխավոր ներդրողն էր։ Ժպիտը դեմքին Մարին պատասխանեց, բայց լսափողի մյուս կողմից հնչող սառը պաշտոնական ձայնը կայծակի պես հարվածեց նրա երջանկությանը։ Պարոն Սարգսյանը հայտնեց, որ անմիջապես խզում է պայմանագիրը։ Պատճառը անանուն նամակն էր, որտեղ անհերքելի ապացույցներ կային, թե իբր Մարիի ամբողջ հավաքածուն գողացված է ֆրանսիացի անհայտ դիզայներ Սոֆի Դյուպոնից։ Երաժշտությունը խլացավ, լույսերը խամրեցին։ Մարին քարացել էր, չհավատալով իր լսածին։ Գրագողություն։ Դա անհնար էր։ Երբ Արմանը մոտեցավ, տեսնելով կնոջ գունատ դեմքը, Անուշն արդեն այնտեղ էր, մտահոգության դիմակը դեմքին։ Նա գրկեց Մարիին և նրա ականջին այնպես շշնջաց, որ Արմանն էլ լսի. «Հանգստացիր, սիրելիս»։ Բայց տարօրինակ է, այս էսքիզները միայն մեր նեղ շրջապատն է տեսել։ Ես, դու և Արմանը։ Այդ խոսքերը թունավոր սերմի պես ընկան Մարիի մտքի մեջ, նրա կյանքի ամենամեծ հաղթանակի գիշերը վերածելով մղձավանջի սկզբի։ Այդ գիշերվանից անցել էր մեկ շաբաթ, բայց թվում էր մի ամբողջ հավերժություն։ 15 տարի առաջ, ծիրանի ծառի տակ, երկու դեռահաս աղջիկներ փայտե տուփի վրա փորագրում էին «Մ» ընդմիշտ, երդվելով միշտ քույրեր մնալ։ Այսօր Մարին նստած էր իր շքեղ, բայց այժմ սառը թվացող հյուրասենյակում, հիշելով այդ երդումը, որն այժմ դառը ծաղր էր թվում։ Նրա կարիերան փլուզվել էր, նրա անունը խառնվել էր ցեխին։ Անուշը, ինչպես հավատարիմ շուն, ամեն օր նրա կողքին էր, բերում էր ուտելիք, լսում էր նրա ողբը և զգուշորեն քաթիլ առ քաթիլ, կասկածի թույն էր ներարկում նրա սիրտը, ուղղված Արմանի դեմ։ Դու նկատել ես, որ վերջին շրջանում նա մի տեսակ տարօրինակ է։ Գաղտնի հեռախոսազրույցներ, ուշ վերադարձներ, ասում էր նա, խաղալով ամենամտահոգ ընկերուհու դերը։ Այդ կասկածները հասան իրենց գագաթնակետին մի երեկո, երբ Արմանը հոգնած տուն վերադարձավ։ Մարին, Անուշի ակնարկներից արդեն լցված, նրան դիմավորեց սառը հարցով. «Որտեղ էիր, թե Սոֆի Դյուպոնի հետ էիր հանդիպման»։ Արմանի դեմքին հայտնված ցնցումն ու վիրավորանքը Մարիին թվացին դերասանի խաղ։ Նրա անհիմն մեղադրանքներից հուսահատված, Արմանը հավաքեց իրերից մի քանիսը և հեռացավ, ասելով, որ կվերադառնա, երբ կինը պատրաստ լինի նորմալ խոսելու։ Դուռը շրթքացավ, և Մարին մնաց մենակ, արցունքներն աչքերին։ Անուշը գրքեց նրան և հաղթական շշնջաց. «Ես քեզ զգուշացրել էի, սիրելիս, տղամարդկանց չի կարելի վստահել»։
Անցավ ևս 2 շաբաթ։ Արմանի հետ հարաբերությունները վերածվել էին սառցե անապատի։ Մարին, փակված իր տան մեջ, որոշեց, որ պետք է ինքը գտնի ճշմարտությունը։ Նա սկսեց համացանցում փնտրել խորհրդավոր Սոֆի Ջուպոնին, բայց գտավ միայն մեկ հոդված անհայտ բլոգում, որը հրապարակվել էր իր ցուցադրությունից 1 օր առաջ։ Այդ դիզայները կարծես ուրվական լիներ։ Նրա բոլոր փորձերը խոսելու նախկին գործընկերների կամ ներդրողի հետ բախվում էին սառը պատի։ Զայրույթից ու հուսահատությունից դրդված նա զանգեց Արմանին, բայց նրանց խոսակցությունը վերածվեց հերթական մեղադրանքների։ Արմանը պնդում էր, որ ինչ-որ մեկը թակարդ է լարել իրենց երկուսի համար, բայց Մարին այլևս չէր հավատում նրան։ Հենց այդ պահին Անուշը հասցրեց իր վճռորոշ հարվածը։ Նա խոստովանեց, որ իբր տեսել է Արմանին մի սրճարանում շիկահեռ կնոջ հետ, ճիշտ այնպիսի արտակինով, ինչպիսին նկարագրված էր այն չարաբաստիկ բլոգում։ Այս սուտը վերջնականապես կոտրեց Մարիին։ Նրա վիշտը վերածվեց սառը զայրույթի։ Նա որոշեց վերջ տալ այս ամենին և սկսեց իրավաբան փնտրել ապահարզանի դիմում ներկայացնելու համար։ Հենց այն պահին, երբ նա համակարգչի էկրանին նայում էր իրավաբանների ցանկին, դռան զանգը հնչեց։ Շեմին 2 ոստիկան էին կանգնած։ Նրանք եկել էին խոսելու նրա ամուսնու՝ Արման Մելիքյանի մասին։ Նա մեղադրվում էր խոշոր չափի ֆինանսական խարդախության մեջ։ Մարիի ոտքերի տակից հողը սահեց։ Սա արդեն պարզապես դավաճանություն չէր, սա կործանում էր։ Ամեն ինչ տեղի ունեցավ սարսափելի արագությամբ։ Արմանին ձերբակալեցին, նրանց բանկային հաշիվները սառեցվեցին, Մարիի տունը խուզարկեցին։ Այժմ նա ոչ միայն գրագող էր, այլև խարդախի կին։ Լրատվամիջոցները հրճվում էին, նրանց անունները թաթախելով ցեխի մեջ։ Իրավաբանը հորետես էր, ապացույցները Արմանի դեմ լուրջ էին, և Մարիի վերջերս սկսած բիզնեսի փլուզումը դատարանը կարող էր մեկնաբանել որպես փախուստի նախապատրաստություն։ Հարցաքննության սենյակում, երբ նա առաջին անգամ տեսավ Արմանին ձերբակալությունից հետո, նրա խոսքերը տարօրինակ հնչեցին։ Արմանը երդվում էր, որ այն շիկահեռ կինը, ում հետ իրեն տեսել են, մասնավոր դետեկտիվ էր, ում ինքը վարձել էր Սոֆի Ջուպոնին գտնելու համար։ Մի պահ Մարիի սրտում կասկածի կայծ արթնացավ, բայց Անուշի խոսքերն ավելի բարձր էին հնչում նրա գլխում։ Նա լուռ վեր կացավ և դուրս եկավ, թողնելով Արմանին մենակ։ Շուտով նա ստիպված եղավ վաճառել իրենց երազանքների տունը, իրավաբանական ծախսերը հոգալու համար և տեղափոխվեց քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ վարձով բնակարան։ Նա կորցրել էր ամեն ինչ։ Մի օր, նստած իր նոր դատարկ բնակարանի հատակին, շրջապատված իր անցյալ կյանքի բեկորներով լիտուփերով, նա հասկացավ, որ սա պարզապես անհաջողությունների շարք չէ։ Սա համակարգված, դաժան հարձակում էր։ Եվ այդ պահին նրա հուսահատությունը սկսեց վերածվել զայրույթի, ոչ թե Արմանի, այլ այն անտեսանելի թշնամու հանդեպ, ով քանդել էր իր աշխարհը։ Իրերն հավաքելիս նրա ձեռք ընկավ հին փոշոց տվարաթղթե տուփ, որի վրա գրված էր «Մանկություն»։ Նա բացեց այն։ Մեջը հին նկարներ էին, հուշեր և ամենաներքևում մի փոքրիկ փայտե խաղալիք, որը նրանք միասին էին պատրաստել Անուշի հետ այն հեռավոր արևոտ օրը ծիրանի ծառի տակ։ Մեքենայաբար վերցնելով այն, Մարին զգաց, որ խաղալիքի ներսում ինչ-որ բան կա։ Նրա դողացող մատները դժվարությամբ բացեցին խաղալիքի փոքրիկ գաղտնի հատվածը։ Ներսում տարիներից դեհնած կոկիկ ծալված մի թղթի կտոր կար։ Սիրտը բաբախում էր կրծքավանդակում։ Ինչ կարող էր լինել դա։ Մանկական գաղտնիք, որը մոռացվել էր ժամանակի ընթացքում։ Նա զգուշությամբ բացեց թուղթը։ Դա նամակ էր, գրված իր մոր ձեռագրով, բայց այն ուղղված չէր իրեն։ Վերևում հստակ գրված էր. «Իմ սիրելի Անուշիկին»։ Մարին շունչը պահեց։ Նրա մայրը երբեք Անուշին այդպես չէր անվանել։ Նա սկսեց կարդալ, և յուրաքանչյուր տողի հետ նրա շուրջը եղած աշխարհը սկսեց սահել, քանդվել, վերածվելով անհասկանալի, սարսափելի խճանկարի։ Նամակը բացահայտում էր մի ճշմարություն, որն ավելի ցնցահեր, քան ցանկացած դավաճանություն։ Անուշը ոչ թե պարզապես իր ընկերուհին էր, այլ իր հարազատը, իր խորտ քույրը։ Նրանց հայրերը եղբայրներ էին։ Անուշի հայրը, իր հորեղբայրը, սպանվել էր ողբերգական հանգամանքներում, իսկ մայրը, չդիմանալով վշտին, մահացել էր դրանից կարճ ժամանակ անց։ Մարիի հայրը, մեղքի զգացումից և սոցիալական խարանի վախից դրդված, փոքրիկ Անուշին տարել էր իր ընտանիք, բայց թաքցրել էր նրա իրական ինքնությունը, բոլորին ներկայացնելով նրան որպես հեռավոր, մահացած ազգականի որբացած դուստր։ Մայրը գրում էր, որ Անուշը միշտ իմացել է ճշմարտությունը, բայց իրեն խնդրել են լռել, մեծանալ որպես ընկերուհի, ոչ թե որպես հարազատ։ Նամակի վերջին տողերը սառը դաշույնի պես խրվեցին Մարիի սիրտը։ Ես գիտեմ, որ դժվար է սիրելիս, տեսնել, թե ինչպես է Մարին ունենում այն ամենը, ինչը կարող էր քոնը լինել, հայրական սեր, ընտանիք, ապահովություն, բայց խնդրում եմ, փորձիր ներել։ Նա քո քույրն է։ Մարին նայում էր դեղնած թղթին, և նրա մյալոում ամեն ինչ իր տեղն էր ընկնում։
Անուշի տարօրինակ հայացքները, նրա երթեման թունոտ կատակները, նրա անբացատրելի նախանձը, այդ ամենը պարզապես նախանձ չէր, դա տասնամյակներ շարունակ կուտակված ատելություն էր, զգացում, որ իրենից խլել են իր կյանքը, եւ այժմ նա եկել էր վերցնելու իրենը, ոչնչացնելով այն ամենը, ինչ Մարին սիրում էր։ Այս բացահայտումից հետո Մարիի աշխարհը բաժանվեց առաջ եւ հետոյի։ Նախկին վիշտը, հուսահատությունը փոխարինվեցին սառը, վճռական զայրույթով։ Նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր անցյալի ճշմարտության համար։ Առաջին բանը, որ նա արեց, զանգահարելն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում։ Հաջորդ օրը, նստած փաստաբանական գրասենյակի սառը կաշվե բազկաթորին, նա պատմեց ամեն ինչ՝ նամակի, իրենց իրական ազգակցական կապի եւ Անուշի հնարավոր դրդապատճառների մասին։ Իրավաբանը, փորձառու եւ թերահավատ մարդ, սկզբում լսում էր անվստահությամբ։ Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ մեղադրանք է։ Դուք ապացույցներ ունեք, բացի այս նամակից, որի իսկությունը դեռ պետք է ստուգվի։ Ես ապացույցներ կգտնեմ, հաստատակամ պատասխանեց Մարին։ Նրա հաջորդ քայլը զանգն էր այն միակ մարդուն, ում գուցե Արմանը վստահել էր, մասնավոր դետեկտիվ Անահիտին։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր։ Նա ուշադիր լսեց Մարիին, եւ երբ Մարին ավարտեց, նա ասաց. «Ես հավատում եմ ձեզ, ոչ միայն այն պատճառով, որ Արմանը խնդրել էր ինձ օգնել, այլ որովհետև այս պատմության մեջ չափազանց շատ համընկնումներ կան։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ եւ ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը, որին փոխանցվել է Արմանի ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անահիտը մի պահ լռեց, հետո շարունակեց, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի բոլոր կասկածները։ Անուշը ոչ միայն խարդավանքներ էր հյուսել, այլև ստեղծել էր ապացույցների մի ամբողջ ցանց Արմանին մեղավոր հանելու համար։ Մարին եւ Անահիտը սկսեցին միասին աշխատել։ Նրանք գիտեին, որ ժամանակը քիչ է, Արմանի դատը մոտենում էր եւ նրանց պետք էին անհերքելի ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության մանրամասները, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը միշտ լուր նստում մի անկյունում, երբ իրենց տուն էին գալիս հարազատները, ինչպես էր նրա հայացքը սառում, երբ Մարիի հայրը գրկում էր իրեն։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, եւ ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր պարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր եւ ասեց. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Անահիտն իր հերթին սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նա պարզեց, որ Անուշը հաճախ է հանդիպում մի տղամարդու հետ, ով հաքերական ծառայություններ է մատուցում։ Ամեն ինչ պարզ էր դառնում։ Անուշը վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու եւ գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր։ Նրանց պետք էր խոստովանություն։ Եվ Մարին գիտեր, թե ինչպես ստանալ այն։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե մեղադրանքներով, այլ ճշմարտությամբ, որը նրանք երկուսն էլ գիտեին։ Մարին զանգեց Անուշին եւ խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, զգալով իր լիակատար հաղթանակը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով։ «Հիշում ես այստեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, այնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես գիտեմ, թե ով ես դու իրականում»։ Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը իմն էր՝ հայր, ընտանիք, ապագա։ Իսկ ես ով էի։ Խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը»։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։
Անուշի ձայնագրված խոստովանությունը և Անահիտի հավաքած մյուս ապացույցները փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչ համարում էր իր կյանքի մի մասը՝ իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը, անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, և որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով և վիրավորանքով։ Նա շրջվեց և դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց տվեռների և գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու և միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց։ Արևոտ առավոտ է, Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի, քան երբևէ։ Նրա նոր հավաքածունը կոչվում է «Ներում»։ Նա աշխատում է և նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է, ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում են։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տխուր խղճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, և նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը. նախանձը և թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն, և սա միայն սկիզբն էր։ Նրա դողացող մատները դժվարությամբ բացեցին խաղալիքի փոքրիկ հատվածը։ Ներսում տարիներից դեղնած, կոկիկ ծալված մի թղթի կտոր կար։ Սիրտը բաբախում էր կրծքավանդակում։ Ինչ կարող էր լինել դա։ Մանկական գաղտնիք, որը մոռացվել էր ժամանակի ընթացքում։ Նա զգուշությամբ բացեց թուղթը։ Դա նամակ էր, գրված իր մոր ձեռագրով, բայց այն ուղղված չէր իրեն։ Վերևում հստակ գրված էր. «Իմ սիրելի Անուշիկին»։ Մարին շունչը պահեց։ Նրա մայրը երբեք Անուշին այդպես չէր անվանել։ Նա սկսեց կարդալ, և յուրաքանչյուր տողի հետ նրա շուրջը եղած աշխարհը սկսեց սահել, քանդվել, վերածվելով անհասկանալի, սարսափելի խճանկարի։ Նամակը բացահայտում էր մի ճշմարտություն, որն ավելի ցնցող էր, քան ցանկացած դավաճանություն։ Անուշը ոչ թե պարզապես իր ընկերուհին էր, այլ իր հարազատը, իր խորթ քույրը։ Նրանց հայրերը եղբայրներ էին։ Անուշի հայրը, իր հորեղբայրը, սպանվել էր ողբերգական հանգամանքներում, իսկ մայրը, չդիմանալով վշտին, մահացել էր դրանից կարճ ժամանակ անց։ Մարիի հայրը, մեղքի զգացումից և սոցիալական խարանի վախից դրդված, փոքրիկ Անուշին տարել էր իր ընտանիք, բայց թաքցրել էր նրա իրական ինքնությունը, բոլորին ներկայացնելով նրան որպես հեռավոր, մահացած ազգականի որբացած դուստր։ Մայրը գրում էր, որ Անուշը միշտ իմացել է ճշմարտությունը, բայց իրեն խնդրել են լռել, մեծանալ որպես ընկերուհի, ոչ թե որպես հարազատ։ Նամակի վերջին տողերը սառը դաշույնի պես խրվեցին Մարիի սիրտը։ Ես գիտեմ, որ դժվար է, սիրելիս, տեսնել, թե ինչպես է Մարին ունենում է այն ամենը, ինչը կարող էր քոնը լինել՝ հայրական սեր, ընտանիք, ապահովություն, բայց խնդրում եմ, փորձիր ներել։ Նա քո քույրն է։ Մարին նայում էր դեղնած թղթին, և նրա միալովում ամեն ինչ իր տեղն էր ընկնում։ Անուշի տարօրինակ հայացքները, նրա երբեմն թունոտ կատակները, նրա անբացատրելի նախանձը։ Այդ ամենը պարզապես նախանձ չէր, դա տասնամյակներ շարունակ կուտակված ատելություն էր, զգացում, որ իրենից խլել են իր կյանքը, և այժմ նա եկել էր վերցնելու իրենը, ոչնչացնելով այն ամենը, ինչ Մարին սիրում էր։ Այս բացահայտումից հետո Մարիի աշխարհը բաժանվեց առաջ և հետոյի։ Նախկին վիշտը հուսահատությունը փոխարինվեցին սառը վճռական զայրույթով։ Նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր անցյալի ճշմարտության համար։ Առաջին բանը, որ նա արեց, զանգահարելն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում։
Հաջորդ օրը, նստած փաստաբանական գրասենյակի սառը կաշվե բազկաթոռին, նա պատմեց ամեն ինչ նամակի, իրենց իրական ազգակական կապի և Անուշի հնարավոր դրդապատճառների մասին։ Իրավաբանը, փորձառու և թերահավատ մարդ, սկզբում լսում էր անվստահությամբ. «Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ մեղադրանք է։ Դուք ապացույցներ ունեք բացի այս նամակից, որի իսկությունը դեռ պետք է ստուգվի։ Ես ապացույցներ կգտնեմ»։ Հաստատակամ պատասխանեց Մարին։ Նրա հաջորդ քայլը զանգն էր այն միակ մարդուն, ում գուցե Արմանը վստահել էր, մասնավոր դետեկտիվ Անահիտին։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր։ Նա ուշադիր լսեց Մարիին, և երբ Մարին ավարտեց, նա ասաց. «Ես հավատում եմ ձեզ, ոչ միայն այն պատճառով, որ Արմանը խնդրել էր ինձ օգնել, այլ որովհետև այս պատմության մեջ չափազանց շատ համընկնումներ կան։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ և ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը, որին փոխանցվել է Արմանի ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը»։ Անահիտը մի պահ լռեց, հետո շարունակեց. «Որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է»։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի բոլոր կասկածները։ Անուշը ոչ միայն խարդավանքներ էր հյուսել, այլև ստեղծել էր ապացույցների մի ամբողջ ցանց Արմանին մեղավոր հանելու համար։ Մարին և Անահիտը սկսեցին միասին աշխատել։ Նրանք գիտեին, որ ժամանակը քիչ է, Արմանի դատը մոտենում էր, և նրանց պետք էին անհերքելի ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության մանրամասները, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը միշտ լուռ նստում մի անկյունում, երբ իրենց տուն էին գալիս հարազատները, ինչպես էր նրա հայացքը սարում, երբ Մարիի հայրը գրկում էր իրեն։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, և ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր և ասել. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկատան անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Անահիտն իր հերթին սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նա պարզեց, որ Անուշը հաճախ է հանդիպում մի տղամարդու հետ, ով հաքերական ծառայություններ է մատուցում։ Ամեն ինչ պարզ էր դառնում։ Անուշը վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու և գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր։ Նրանց պետք էր խոստովանություն, և Մալին գիտեր, թե ինչպես ստանալ այն։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե մեղադրանքներով, այլ ճշմարտությամբ, որը նրանք երկուսն էլ գիտեին։ Մարին զանգեց Անուշին և խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, զգալով իր լիակատար հաղթանակը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով։ «Հիշո՞վ ես այս տեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, էնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես գիտեմ, թե ով ես դու իրականում»։ Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը, անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խջամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը իմն էր՝ հայր, ընտանիք, ապագա։ Իսկ ես ով էի։ Խեղճ, որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը»։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձայնագրված խոստովանությունը և Անահիտի հավաքած մյուս ապացույցները փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչ համարում էր իր կյանքի մի մասը՝ իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը, անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում,
Եվ որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով եւ վիրավորանքով։ Նա շրջվեց եւ դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց ստվերների եւ գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու եւ միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց արևոտ առավոտ է, Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածունը կոչվում է ներում։ Նա աշխատում է եւ նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է, ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տքուր խղճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, եւ նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը. նախանձը եւ թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն, եւ սա միայն սկիզբն էր։ Այդ բացահայտումից հետո Մարիի շուրջ օդը կարծես քանձրացավ, իսկ սենյակի ձայները խլացան։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանդակից։ Նամակի տառերը պարում էին աչքերի առաջ, իսկ մանկության հիշողությունները սկսեցին վերափոխվել, ստանալ նոր, սարսափելի իմաստ։ Անուշի յուրաքանչյուր քույրական գրքախառնություն այժմ թվում էր օծի սառը փաթաթում, յուրաքանչյուր մտահոգ հայացք գիշատչի սառը հաշվարկի։ Այն ամենը, ինչ նա համարում էր անխորտակելի բարեկամություն, իրականում թունավոր ստիմի ամբողջ օվկիանոս էր, որի հատակին թաքնված էր տասնամյակների ատելությունը։ Նշանները միշտ եղել էին, բայց նա կույր էր։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը մանկության տարիներին ժամերով նայում իրենց ընտանեկան լուսանկարներին, որտեղ ինքը, Մարին, երջանիկ ժպտում էր ծնավների գրկում։ Այն ժամանակ դա թվում էր պարզ հետաքրքրասիրություն, բայց հիմա Մարին հասկանում էր, որ դա զրկված երեխայի հայացքն էր, ով նայում էր իրենից գողացված կյանքին։ Այդ գիտակցումը ոչ թե թուլացրեց, այլ պողպատի պես կոփեց նրան։ Վիշտը վերածվեց սառը վճռական զայրույթի։ Նա այլևս զոհ չէր։ Նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր խեղաթյուրված անցյալի ճշմարտության համար։ Նրա առաջին քայլը զանգն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիքում, հասկանալով, որ այժմ պայքարում է ոչ միայն իր, այլև իր անմեղ ամուսնու ազատության համար։ Հաջորդ օրը փաստաբանական գրասենյակի սառը, անանձնական մթնոլորտում Մարին պատմեց ամեն ինչ։ Նա խոսում էր հանգիստ, առանց արցունքների, բայց նրա ձայնի մեջ այնպիսի ուժ կար, որ նույնիսկ փորձառու իրավաբանը, ով իր կյանքում լսել էր հազարավոր պատմություններ, լսում էր շունչը պահած։ Երբ Մարին սեղանին դրեց մոր նամակը, իրավաբանը երկար զննեց այն, հետո նայեց Մարիին եւ ասաց. «Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ է, բայց դատարանում զգացմունքները քիչ արժեք ունեն։ Սա կարող է լինել ձեր պաշտպանության հիմքը, բայց մեզ պետք են անհերքելի, նյութական ապացույցներ, որոնք կկապեն Անուշին կատարված հանցագործությունների հետ»։ «Ես դրանք կգտնեմ», հաստատակամ պատասխանեց Մարին, թեև այդ պահին գաղափար անգամ չուներ, թե որտեղից սկսել։ Նրա միակ հույսը կապված էր այն խորհրդավոր դետեկտիվի հետ, ում մասին խոսել էր Արմանը։ Դժվարությամբ գտնելով Անահիտի համարը, նա զանգահարեց։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Անահիտը խելացի սուր հայացքով կին էր, ում վստահությունը հեշտ չէր շահել։ Նա ուշադիր լսեց Մարիի պատմությունը, զննեց նամակը, երբ Մարին ավարտեց, նա մի պահ լռեց, հետո ասաց. «Արմանը ճիշտ էր, ինչ-որ բան այս պատմության մեջ ի սկզբանե սխալ էր։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ եւ ջնջվել դրանից 3 օր հետո, իսկ այն օֆշորային հաշիվը»։ Անահիտը մի պահ կանգ առավ, կարծես կշռադատելով, արդյոք արժե շարունակել, թե ոչ։ «Ինչ հաշիվ», անհամբեր հարցրեց Մարին։ «Այն հաշիվը, որին փոխանցվել է ձեր ամուսնու ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է»։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի վատթարագույն կասկածները։
Սա այլևս պարզապես վրեժխնդրություն չէր, սա մանրակրկիտ մշակված սառնասիրտ ծրագիր էր, որի նպատակը ոչ միայն իրեն ցավ պատճառելն էր, այլև Արմանին ճաղերի հետև ուղարկելը։ Խնդրի մասշտաբը սկսում էր պարզվել, և դա սարսափեցնող էր։ Մարին և Անահիտը սկսեցին միասին աշխատել, ժամանակի դեմ մրցավազքի մեջ։ Արմանի դատը մոտենում էր, և նրանց պետք էին ոչ թե ուղղակի կապեր, այլ ուղիղ ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության ամեն մի մանրուք, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, և ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր և ասեց. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Միևնույն ժամանակ Անահիտը սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նրա հետաքննությունը բացահայտեց մի անհանգստացնող փաստ. Անուշը հաճախ էր հանդիպում մի տղամարդու հետ, ով հայտնի էր իր համակարգչային հմտություններով և կասկածելի կապերով։ Կտորները սկսում էին միանալ։ Անուշը ամենայն հավանականությամբ վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու և գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր, նրանց պետք էր խոստովանություն կամ գոնե մի սխալ, որը Անուշը կգործեր ճնշման տակ։ Եվ Մարին որոշեց, որ ինքը պետք է ստեղծի այդ ճնշումը։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե ուղղակի մեղադրանքներով, այլ մի հարցով, որը կխոցեր նրա ամենացավոտ տեղը։ Նա զանգեց Անուշին և խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Որպես պատրվակ, նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, վստահ լինելով իր անպարտելիության մեջ և զգալով իր հաղթանակի քաղցր համը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով և չասված խոսքերով։ «Հիշո՞վ ես այստեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, այնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես կարդացել եմ մայրիկի նամակը»։ Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը պետք է իմը լիներ. հայր, ընտանիք, ապագա։ Իսկ ես ո՞վ էի, խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը»։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քալացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձենագրված խոստովանությունը և Անահիտի հավաքած մյուս ապացույցները, ներառյալ նրա կապը հաքերի հետ, փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչը համարում էր իր կյանքի մի մասը՝ իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, և որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով և վիրավորանքով։ Նա շրջվեց և դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց տվերների և գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու և միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց, արևոտ առավոտ է, Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածուն կոչվում է «Ներում»։ Նա աշխատում է, և նրա դեմքին հանգիստ ժպիտ է։
Արմանը մտնում է ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում են։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տխուր խճխահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, եւ նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը՝ նախանձը եւ թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն, եւ սա միայն սկիզբն էր։ Նրա դողացող մատները դժվարությամբ բացեցին խաղալիքի փոքրիկ գաղտնի հատվածը։ Ներսում տարիներից դեղնած կոկիկ ծալված մի թղթի կտոր կար։ Սիրտը բաբախում էր կրծքավանդակում։ Ինչ կարող էր լինել դա։ Մանկական գաղտնիք, որը մոռացվել էր ժամանակի ընթացքում, նա զգուշությամբ բացեց թուղթը։ Դա նամակ էր, գրված իր մոր ձեռագրով, բայց այն ուղղված չէր իրեն։ Վերևում հստակ գրված էր. «Իմ սիրելի Անուշիկին»։ Մարին շունչը պահեց։ Նրա մայրը երբեք Անուշին այդպես չէր անվանել։ Նա սկսեց կարդալ եւ յուրաքանչյուր տողի հետ նրա շուրջը եղած աշխարհը սկսեց սահել, քանդվել, վերածնդելով անհասկանալի խճանկարի։ Նամակը բացահայտում էր մի ճշմարտություն, որն ավելի ցնցող էր, քան ցանկացած դավաճանություն։ Անուշը ոչ թե պարզապես իր ընկերուհին էր, այլ իր հարազատը, իր խորթ քույրը։ Նրանց հայրերը եղբայրներ էին։ Անուշի հայրը, իր հորեղբայրը, սպանվել էր ողբերգական հանգամանքներում, իսկ մայրը, չդիմանալով վշտին, մահացել էր դրանից կարճ ժամանակ անց։ Մարիի հայրը, մեղքի զգացումից եւ սոցիալական խարանի վախից դրդված, փոքրիկ Անուշին տարել էր իր ընտանիք, բայց թաքցրել էր նրա իրական ինքնությունը, բոլորին ներկայացնելով նրան որպես հեռավոր, մահացած ազգականի որբացած դուստր։ Մայրը գրում էր, որ Անուշը միշտ իմացել է ճշմարտությունը, բայց իրեն խնդրել են լռել, մեծանալ որպես ընկերուհի, ոչ թե որպես հարազատ։ Նամակի վերջին տողերը սառը դաշույնի պես խրվեցին Մարիի սիրտը։ Ես գիտեմ, որ դժվար է, սիրելիս, տեսնել, թե ինչպես է Մարին ունենում էին ամենը, ինչը կարող էր քոնը լինել՝ հայրական սեր, ընտանիք, ապահովություն, բայց խնդրում եմ, փորձիր ներել։ Նա քո քույրն է։ Մարին նայում էր դեղնած թղթին, եւ նրա միավորում ամեն ինչ իր տեղն էր ընկնում։ Անուշի տարօրինակ հայացքները, նրա երբեմն թունոտ կատակները, նրա անբացատրելի նախանձը։ Այդ ամենը պարզապես նախանձ չէր, դա տասնամյակներ շարունակ կուտակված ատելություն էր, զգացում, որ իրենից խլել են իր կյանքը։ Եվ այժմ նա եկել էր վերցնելու իրենը, ոչնչացնելով այն ամենը, ինչ Մարին սիրում էր։ Այս բացահայտումից հետո Մարիի աշխարհը բաժանվեց առաջ եւ հետոյի։ Նախկին վիշտը, հուսահատությունը փոխարինվեցին սառը վճռական զայրույթով։ Նա այլովս զոհ չէր, նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր անցյալի ճշմարտության համար։ Առաջին բանը, որ նա արեց, զանգահարելն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում։ Հաջորդ օրը նստած փաստաբանական գրասենյակի սառը կաշվե բազկաթոռին նա պատմեց ամեն ինչ՝ նամակի, իրենց իրական ազգակացական կապի եւ Անուշի հնարավոր դրդապատճառների մասին։ Իրավաբանը, փորձառու եւ թերահավատ մարդ, սկզբում լսում էր անվստահությամբ։ Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ մեղադրանք է։ Դուք ապացույցներ ունեք, բացի այս նամակից, որի իսկությունը դեռ պետք է ստուգվի։ Ես ապացույցներ կգտնեմ, հաստատակամ պատասխանեց Մարին։ Նրա հաջորդ քայլը զանգն էր այն միակ մարդուն, Ում գուցե Արմանը վստահել էր մասնավոր դետեկտիվ Անահիտին։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր։ Նա ուշադիր լսեց Մարիին, եւ երբ Մարին ավարտեց, նա ասաց. «Ես հավատում եմ ձեզ։ Ոչ միայն այն պատճառով, որ Արմանը խնդրել էր ինձ օգնել, այլ որովհետև այս պատմության մեջ չափազանց շատ համընկնումներ կան։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ եւ ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը, որին փոխանցվել է Արմանի ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անահիտը մի պահ լռեց, հետո շարունակեց, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է։
Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի բոլոր կասկածները։ Անուշը ոչ միայն խարդավանքներ էր հյուսել, այլև ստեղծել էր ապացույցների մի ամբողջ ցանց Արմանին մեղավոր հանելու համար։ Մարին եւ Անահիտը սկսեցին միասին աշխատել։ Նրանք գիտեին, որ ժամանակը քիչ է, Արմանի դատը մոտենում էր, եւ նրանց պետք էին անհերքելի ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության մանրամասները, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը միշտ լուր նստում մի անկյունում, երբ իրենց տուն էին գալիս հարազատները, ինչպես էր նրա հայացքը սառում, երբ Մարիի հայրը գրկում էր իրեն։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, եւ ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր եւ ասեց. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Անահիտն իր հերթին սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նա պարզեց, որ Անուշը հաճախ է հանդիպում մի տղամարդու հետ, ով հակերական ծառայություններ է մատուցում։ Ամեն ինչ պարզ էր դառնում։ Անուշը վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու եւ գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր։ Նրանց պետք էր խոստովանություն, եւ Մարին գիտեր, թե ինչպես ստանալ այն։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե մեղադրանքներով, այլ ճշմարտությամբ, որը նրանք երկուսն էլ գիտեին։ Մարին զանգեց Անուշին եւ խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, զգալով իր լիակատար հաղթանակը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով։ «Հիշով ես այստեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, այնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ։ Ես գիտեմ, թե ով ես դու իրականում»։ Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը, անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը իմն էր՝ հայր, ընտանիք, ապագա։ Իսկ ես ով էի, խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը»։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձայնագրված խոստովանությունը եւ Անահիտի հավաքած մյուս ապացույցները փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին եւ նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության եւ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչ համարում էր իր կյանքի մի մասը, իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին, Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, եւ որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով եւ վիրավորանքով։ Նա շրջվեց եւ դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց տվերների եւ գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու եւ միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց արևոտ առավոտ է։ Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածուն կոչվում է «Ներում»։ Նա աշխատում է, եւ նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է, ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տխուր խղճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։
Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, եւ նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը. նախանձը եւ թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն, եւ սա միայն սկիզբն էր։ Այդ բացահայտումից հետո Մարիի շուրջ օդը կարծես թանձրացավ, իսկ սենյակի ձայները խլացան։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանդակից։ Նամակի տառերը պարում էին աչքերի առաջ, իսկ մանկության հիշողությունները սկսեցին վերափոխվել, ստանալ նոր, սարսափելի իմաստ։ Անուշի յուրաքանչյուր քույրական գրքախառնություն այժմ թվում էր օձի սառը փաթաթում, յուրաքանչյուր մտահոգ հայացք գիշետաչի սառը հաշվարկում։ Այն ամենը, ինչ նա համարում էր անխորտակելի բարեկամություն, իրականում թունավոր ստի մի ամբողջ օվկիանոս էր, որի հատակին թաքնված էր տասնամյակների ատելությունը։ Նշանները միշտ եղել էին, բայց նա կույր էր։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը մանկության տարիներին ժամերով նայում իրենց ընտանեկան լուսանկարներին, որտեղ ինքը, Մարին, երջանիկ ժպտում էր ծնողների գրքում։ Այն ժամանակ դա թվում էր պարզ հետաքրքրասիրություն, բայց հիմա Մարին հասկանում էր, որ դա զրկված երեխայի հայացքն էր, ով նայում էր իրենից գողացված կյանքին։ Այդ գիտակցումը ոչ թե թուլացրեց, այլ պողպատի պես կոփեց նրան։ Վիշտը վերածվեց սառը, վճռական զայրույթի։ Նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր խեղաթյուրված անցյալի ճշմարության համար։ Նրա առաջին քայլը զանգն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում, հասկանալով, որ այժմ պայքարում է ոչ միայն իր, այլև իր անմեղ ամուսնու ազատության համար։ Հաջորդ օրը փաստաբանական գրասենյակի սառը անանձնական մթնոլորտում Մարին պատմեց ամեն ինչ։ Նա խոսում էր հանգիստ, առանց արցունքների, բայց նրա ձայնի մեջ այնպիսի ուժ կար, որ նույնիսկ փորձառու իրավաբանը, ով իր կյանքում լսել էր հազարավոր պատմություններ, լսում էր շունչը պահած։ Երբ Մարին սեղանին դրեց մոր նամակը, իրավաբանը երկար զննեց այն, հետո նայեց Մարիին եւ ասաց. «Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ է, բայց դատարանում զգացմունքները քիչ արժեք ունեն։ Սա կարող է լինել ձեր պաշտպանության հիմքը, բայց մեզ պետք են անհերքելի, նյութական ապացույցներ, որոնք կկապեն Անուշին կատարված հանցագործությունների հետ։ Ես դրանք կգտնեմ», հաստատակամ պատասխանեց Մարին, թիև այդ պահին գաղափար անգամ չուներ, թե որտեղից սկսել։ Նրա միակ հույսը կապված էր այն խորհրդավոր դետեկտիվի հետ, ում մասին խոսել էր Արմանը։ Դժվարությամբ գտնելով Անահիտի համարը, նա զանգահարեց։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր, ում վստահությունը հեշտ չէր շահել։ Նա ուշադիր լսեց Մարիի պատմությունը, զննեց նամակը, եւ երբ Մարին ավարտեց, նա մի պահ լռեց, հետո ասաց. «Արմանը ճիշտ էր, ինչ-որ բան այս պատմության մեջ ի սկզբանե սխալ էր։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ եւ ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը»։ Անահիտը մի պահ կանգ առավ, կարծես կշռադատելով, արդյոք արժե շարունակել թե ոչ։ «Ինչ հաշիվ», անհամբեր հարցրեց Մարին։ «Այն հաշիվը, որին փոխանցվել է ձեր ամուսնու ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի վատթարագույն կասկածները։ Սա այլևս պարզապես վրեժխնդրություն չէր, սա մանրակրկիտ մշակված սառնասիրտ ծրագիր էր, որի նպատակը ոչ միայն իրեն ցավ պատճառելն էր, այլև Արմանին ճաղերի հետև ուղարկելը։ Խնդրի մասշտաբը սկսում էր պարզվել, եւ դա սարսափեցնող էր։ Մարին եւ Անահիտը սկսեցին միասին աշխատել ժամանակի դեմ մրցավազքի մեջ։ Արմանի դատը մոտենում էր, եւ նրանց պետք էին ոչ թե անուղղակի կապեր, այլ ուղիղ ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության ամեն մի մանրուք, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, եւ ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր եւ ասել. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Միևնույն ժամանակ Անահիտը սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նրա հետաքրքրությունը բացահայտեց մի անհանգստացնող փաստ։ Անուշը հաճախ էր հանդիպում մի տղամարդու հետ, ով հայտնի էր իր համակարգչային հմտություններով եւ կասկածելի կապերով։
Կտորները սկսում էին միանալ, Անուշը ամենայն հավանականությամբ վարձել էր այդ հակերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու և գումարի փոխանցումը կատարելու համար, բայց սա դեռ ենթադրություն էր, նրանց պետք էր խոստովանություն կամ գոնե մի սխալ, որը Անուշը կգործեր ճնշման տակ, և Մարին որոշեց, որ ինքը պետք է ստեղծի այդ ճնշումը, նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե ուղղակի մեղադրանքներով, այլ մի հարցով, որը կխոցեր նրա ամենացավոտ տեղը, նա զանգեց Անուշին և խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, Նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, վստահ լինելով իր անպարտելիության մեջ և զգալով իր հաղթանակի քաղցր համը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով և չասված խոսքերով։ «Հիշով ես այս տեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել, մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, էնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես կարդացել եմ մայրիկի նամակը»։ Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը, անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը պետք է իմը լիներ. հայր, ընտանիք, ապագա, իսկ ես ո՞ր էի։ Խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձայնագրված խոստովանությունը և Անահիտի հավաքած մյուս ապացույցները, ներառյալ նրա կապը հաքերի հետ, փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատարձակեցին, և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչը համարում էր իր կյանքի մի մասը՝ իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, և որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով և վիրավորանքով։ Նա շրջվեց և դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց տվերների և գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու և միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց։ Արևոտ առավոտ է, Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածունը կոչվում է «Ներում»։ Նա աշխատում է, և նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է, ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տխուր խղճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, և նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը. նախանցը և թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանություն, այլ վերածննդի պատմություն, և սա միայն սկիզբն էր։ Այդ բացահայտումից հետո Մարի շուրջ օդը կարծես թանձրացավ, իսկ սենյակի ձայները խլացան։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանգակից։ Նամակի տառերը պարում էին աչքերի առաջ, իսկ մանկության հիշողությունները սկսեցին վերափոխվել, ստանալ նոր, սարսափելի իմաստ։
Անուշի յուրաքանչյուր քույրական գրքախառնություն այժմ թվում էր օձի սառը փաթաթում, յուրաքանչյուր մտահոգ հայացք գիշատչի սառը հաշվարկ։ Այն ամենը, ինչ նա համարում էր անխորտակելի բարեկամություն, իրականում թունավոր ստի մի ամբողջ օվկիանոս էր, որի հատակին թաքնված էր տասնամյակների ատելությունը։ Նշանները միշտ եղել էին, բայց նա կույր էր։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը մանկության տարիներին ժամերով նայում իրենց ընտանեկան լուսանկարներին, որտեղ ինքը, Մարին, երջանիկ ժպտում էր ծնողների գրկում։ Այն ժամանակ դա թվում էր պարզ հետաքրքրասիրություն, բայց հիմա Մարին հասկանում էր, որ դա զրկված երեխայի հայացքն էր, ով նայում էր իրենից գողացված կյանքին։ Այդ գիտակցումը ոչ թե թուլացրեց, այլ պողպատի պես կոփեց նրան։ Վիշտը վերածվեց սառը, վճռական զայրույթի։ Նա այլևս զոհ չէր, նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր խեղաթյուրված անցյալի ճշմարտության համար։ Նրա առաջին քայլը զանգն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում, հասկանալով, որ այժմ պայքարում է ոչ միայն իր, այլև իր անմեղ ամուսնու ազատության համար։ Հաջորդ օրը փաստաբանական գրասենյակի սառը անանձնական մթնոլորտում Մարին պատմեց ամեն ինչ։ Նա խոսում էր հանգիստ, առանց արցունքների, բայց նրա ձայնի մեջ այնպիսի ուժ կար, որ նույնիսկ փորձառու իրավաբանը, ով իր կյանքում լսել էր հազարավոր պատմություններ, լսում էր շունչը պահած։ Երբ Մարին սեղանին դրեց մոր նամակը, իրավաբանը երկար զննեց այն, հետո նայեց Մարիին և ասաց. «Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ է, բայց դատարանում զգացմունքները քիչ արժեք ունեն։ Սա կարող է լինել ձեր պաշտպանության հիմքը, բայց մեզ պետք են անհերքելի, նյութական ապացույցներ, որոնք կկապեն Անուշին կատարված հանցագործությունների հետ»։ Ես դրանք կգտնեմ, հաստատական պատասխանեց Մարին, թեև այդ պահին գաղափար անգամ չուներ, թե որտեղից սկսել։ Նրա միակ հույսը կապված էր այն խորհրդավոր դետեկտիվի հետ, ում մասին խոսել էր Արմանը։ Դժվարությամբ գտնելով Անահիտի համարը, նա զանգահարեց։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր, ում վստահությունը հեշտ չէր շահել։ Նա ուշադիր լսեց Մարիի պատմությունը, զննեց նամակը, և երբ Մարին ավարտեց, նա մի պահ լռեց, հետո ասաց. «Արմանը ճիշտ էր, ինչ-որ բան այս պատմության մեջ ի սկզբանե սխալ էր։ Սոֆի Դյուպոն անորով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ և ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը»։ Անահիտը մի պահ կանգ առավ, կարծես կշռադատելով, արդյոք արժե շարունակել, թե ոչ։ «Ինչ հաշիվ», անհամբեր հարցրեց Մարին։ Այն հաշիվը, որին փոխանցվել է ձեր ամուսնու ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի վատթարագույն կասկածները։ Սա այլևս պարզապես վրեժխնդրություն չէր։ Սա մանրակրկիտ մշակված, սառնասիրտ ծրագիր էր, որի նպատակը ոչ միայն իրեն ցավ պատճառելն էր, այլև Արմանին ճաղերի հետև ուղարկելը։ Խնդրի մասշտաբը սկսում էր պարզվել, և դա սարսափեցնող էր։ Մարին և Անահիտը սկսեցին միասին աշխատել, ժամանակի դեմ մրցավազքի մեջ։ Արմանի դատը մոտենում էր, և նրանց պետք էին ոչ թե անուղղակի կապեր, այլ ուղիղ ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության ամեն մի մանրուք, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, և ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել, նա պարզապես սառը ժպտացել էր և ասել. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Միևնույն ժամանակ Անահիտը սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նրա հետաքրքրությունը բացահայտեց մի անհանգստացնող փաստ։ Անուշը հաճախ էր հանդիպում մի տղամարդու հետ, ով հայտնի էր իր համակարգչային հմտություններով և կասկածելի կապերով։ Կտորները սկսում էին միանալ։ Անուշը ամենայն հավանականությամբ վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու և գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր, նրանց պետք էր խոստովանություն կամ գոնե մի սխալ, որը Անուշը կգործեր ճնշման տակ։ Եվ Մարին որոշեց, որ ինքը պետք է ստեղծի այդ ճնշումը։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե ուղղակի մեղադրանքներով, այլ մի հարցով, որը կխոցեր նրա ամենացավոտ տեղը։
Նա զանգեց Անուշին եւ խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Որպես պատրվակ նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, վստահ լինելով իր անպարտելիության մեջ եւ զգալով իր հաղթանակի քաղցր համը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով եւ չասված խոսքերով։ «Հիշում ես այս տեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպտիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, այնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես կարդացել եմ մայրիկի նամակը»։ Անուշի դեմքից ժպտիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը անթաքույց ատելությամբ։ «Ուրեմն իմացար», թքեց նա։ «Ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը պետք է իմը լիներ՝ հայր, ընտանիք, ապագա։ Իսկ ես ով էի, խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը»։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձայնագրված խոստովանությունը եւ Անահիտի հավաքած մյուս ապացույցները, ներառյալ նրա կապը հաքերի հետ, փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին եւ նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության եւ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համ ուներ։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այնինչ համարում էր իր կյանքի մի մասը՝ իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, եւ որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել սով եւ վիրավորանքով։ Նա շրջվեց եւ դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք է կառուցեին քանդված հիմքերի վրա։ բայց այս անգամ առանց ստվերների եւ գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու եւ միասին առաջ գնալու ունակությունը։ Մի քանի տարի անց արևոտ առավոտ է, Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածուն կոչվում է «Ներում»։ Նա աշխատում է եւ նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է, ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում են։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տքուր խղճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, եւ նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը։ Նախանձը եւ թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն։ Եվ սա միայն սկիզբն էր։ Այդ բացահայտումից հետո Մարիի շուրջ օդը կարծես թանձրացավ, իսկ սենյակի ձայները խլացան։ Նրա սիրտը սկսեց բաբախել այնպիսի ուժգնությամբ, որ թվում էր կպայթի կրծքավանդակից։ Նամակի տառերը պարում էին աչքերի առաջ, իսկ մանկության հիշողությունները սկսեցին վերափոխվել ստանալ նոր, սարսափելի իմաստ։ Անուշի յուրաքանչյուր քյուրական գրկախառնություն այժմ թվում էր օձի սառը փաթաթում, յուրաքանչյուր մտահոգ հայացք գիշատչի սառը հաշվարկան։ Այն ամենը, ինչ նա համարում էր անխորթակելի բարեկամություն, իրականում թունավորստի մի ամբողջ օվկիանոս էր, որի հատակին թաքնված էր տասնամյակների ատելությունը։ Նշանները միշտ եղել էին, բայց նա կույր էր։ Նա հիշեց, թե ինչպես էր Անուշը մանկության տարիներին ժամերով նայում իրենց ընտանեկան լուսանկարներին, որտեղ ինքը, Մարին, երջանիկ ժպտում էր ծնողների գրկում։ Այն ժամանակ դա թվում էր պարզ հետաքրքրասիրություն, բայց հիմա Մարին հասկանում էր, որ դա զրկված երեխայի հայացքն էր, ով նայում էր իրենից գողացված կյանքին։ Այդ գիտակցումը ոչ թե թուլացրեց,
այլ պողպատի պես կոփեց նրան։ Վիշտը վերածվեց սառը վճռական զայրույքի։ Նա այլևս զոհ չէր։ Նա մարտիկ էր, ով պետք է պայքարեր ոչ միայն իր անմեղության, այլև իր խեղաթյուրված անցյալի ճշմարտության համար։ Նրա առաջին քայլը զանգն էր Արմանի իրավաբանին։ Նա պահանջեց անհապաղ հանդիպում, հասկանալով, որ այժմ պայքարում է ոչ միայն իր, այլև իր անմեղ ամուսնու ազատության համար։ Հաջորդ օրը փաստաբանական գրասենյակի սառը, անանձնական մթնոլորտում Մարին պատմեց ամեն ինչ։ Նա խոսում էր հանգիստ, առանց արցունքների, բայց նրա ձայնի մեջ այնպիսի ուժ կար, որ նույնիսկ փորձառու իրավաբանը, ով իր կյանքում լսել էր հազարավոր պատմություններ, լսում էր շունչը պահած։ Երբ Մարին սեղանին դրեց մոր նամակը, իրավաբանը երկար զննեց այն, հետո նայեց Մարիին և ասաց. «Տիկին Ավետիսյան, սա շատ լուրջ է, բայց դատարանում զգացմունքները քիչ արժեք ունեն։ Սա կարող է լինել ձեր պաշտպանության հիմքը, բայց մեզ պետք են անհերքելի, նյութական ապացույցներ, որոնք կկապեն Անուշին կատարված հանցագործությունների հետ»։ «Ես դրանք կգտնեմ», հաստատակամ պատասխանեց Մարին, թեև այդ պահին գաղափար անգամ չուներ, թե որտեղից սկսել։ Նրա միակ հույսը կապված էր այն խորհրդավոր դետեկտիվի հետ, ում մասին խոսել էր Արմանը։ Դժվարությամբ գտնելով Անահիտի համարը, նա զանգահարեց։ Նրանց հանդիպումը տեղի ունեցավ մի աննշան սրճարանում, որտեղ ոչ ոք նրանց չէր ճանաչի։ Անահիտը խելացի, սուր հայացքով կին էր, ում վստահությունը հեշտ չէր շահել։ Նա ուշադիր լսեց Մարիի պատմությունը, զննեց նամակը և երբ Մարին ավարտեց, նա մի պահ լռեց, հետո ասաց. «Արմանը ճիշտ էր։ Ինչ-որ բան այս պատմության մեջ ի սկզբանե սխալ էր։ Սոֆի Դյուպոն անունով դիզայներ գոյություն չունի։ Այդ բլոգը ստեղծվել է ձեր ցուցադրությունից 2 օր առաջ և ջնջվել դրանից 3 օր հետո։ Իսկ այն օֆշորային հաշիվը»։ Անահիտը մի պահ կանգ առավ, կարծես կշռադատելով, արդյոք արժե շարունակել թե ոչ։ «Ինչ հաշիվ», անհամբեր հարցրեց Մարին։ «Այն հաշիվը, որին փոխանցվել է ձեր ամուսնու ընկերության գումարը, գրանցված է մի ընկերության անունով, որի տնօրենը Անուշի հեռավոր բարեկամն է»։ Այս նոր տեղեկությունը հաստատեց Մարիի վատթարագույն կասկածները։ Սա այլևս պարզապես վրեժխնդրություն չէր։ Սա մանրակրքիթ մշակված, սառնասիրտ ծրագիր էր, որի նպատակը ոչ միայն իրեն ցավ պատճառելն էր, այլև Արմանին ճաղերի հետև ուղարկելը։ Խնդրի մասշտաբը սկսում էր պարզվել, և դա սարսափեցնող էր։ Մարին և Անահիտը սկսեցին միասին աշխատել, ժամանակի դեմ մրցավազքի մեջ։ Արմանի դատը մոտենում էր, և նրանց պետք էին ոչ թե անուղղակի կապեր, այլ ուղիղ ապացույցներ։ Մարին սկսեց վերհիշել իրենց մանկության ամեն մի մանրուք, փնտրելով բանալիներ, որոնք նախկինում աննշան էին թվացել։ Նա հիշեց մի դեպք, երբ նրանք դեռ երեխա էին, և ինքը պատահաբար կոտրել էր Անուշի սիրելի տիկնիկը։ Անուշը չէր լացել, չէր բարկացել։ Նա պարզապես սառը ժպտացել էր և ասեց. «Ոչինչ, մի օր ես էլ կկոտրեմ քո ամենասիրելի բանը»։ Այն ժամանակ դա թվացել էր մանկական անմեղ սպառնալիք, բայց հիմա այդ խոսքերը չարագուշակ կանխատեսման պես էին հնչում։ Միևնույն ժամանակ Անահիտը սկսեց հետևել Անուշի քայլերին։ Նրա հետաքննությունը բացահայտեց մի անհանգստացնող փաստ։ Անուշը հաճախ էր հանդիպում մի տղամարդու հետ, ով հայտնի էր իր համակարգչային հմտություններով և կասկածելի կապերով։ Կտորները սկսում էին միանալ։ Անուշը ամենայն հավանականությամբ վարձել էր այդ հաքերին Սոֆի Դյուպոնի կեղծ կերպարը ստեղծելու, Արմանի համակարգիչը կոտրելու և գումարի փոխանցումը կատարելու համար։ Բայց սա դեռ ենթադրություն էր, նրանց պետք էր խոստովանություն կամ գոնե մի սխալ, որը Անուշը կգործեր ճնշման տակ։ Եվ Մարին որոշեց, որ ինքը պետք է ստեղծի այդ ճնշումը։ Նա որոշեց դիմակայել Անուշին, բայց ոչ թե ուղղակի մեղադրանքներով, այլ մի հարցով, որը կխոցեր նրա ամենացավոտ տեղը։ Նա զանգեց Անուշին և խնդրեց հանդիպել իրենց մանկության տանը, այն գյուղում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Որպես պատրվակ, նա ասաց, որ ուզում է հրաժեշտ տալ անցյալին, նախքան վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Անուշը, վստահ լինելով իր անպարտելիության մեջ և զգալով իր հաղթանակի քաղցր համը, համաձայնեց։ Նա չէր էլ կասկածում, որ սա թակարդ է։ Երբ նրանք հանդիպեցին հին տան բակում, ծիրանի ծառի տակ, օդը լի էր հիշողություններով։ «Հիշում ես այս տեղը», սկսեց Մարին, ձայնը հանգիստ, բայց պողպատի պես ամուր։ «Այստեղ մենք խոստացանք միմյանց քույրեր լինել մինչև վերջ»։ «Ես հիշում եմ», պատասխանեց Անուշը, զգուշավոր ժպիտը դեմքին։ «Բայց մենք արդեն քույրեր էինք, այնպես չէ», շարունակեց Մարին, հայացքը հառելով նրա աչքերին։ «Ես գիտեմ ամեն ինչ, Անուշ, ես կարդացել եմ մայրիկի նամակը»։
Անուշի դեմքից ժպիտը սառեց։ Մի պահ նրա աչքերում խուճապ երևաց, բայց հետո այն փոխարինվեց սառը, անթաքույց ատելությամբ։ Ուրեմն իմացար, թքեց նա, ինչ է, հիմա ուզում ես, որ ես քեզ խղճամ։ Դու ունեցար այն ամենը, ինչը պետք է իմը լիներ, հայր, ընտանիք, ապագա, իսկ ես ով էի, խեղճ որբ ազգականուհին, ում պետք էր երախտապարտ լինել յուրաքանչյուր կտոր հացի համար։ Դուք ինձանից գողացաք իմ կյանքը, իսկ ես պարզապես վերցրի քոնը։ Այդ խոստովանության պահին, երբ Անուշը վերջապես հանեց իր դիմակը, ծառի հետևից դուրս եկավ Անահիտը, ձեռքին ձայնագրիչ։ Անուշը քարացավ, հասկանալով, որ իր խաղն ավարտված է։ Անուշի ձայնագրված խոստովանությունը և Անահիտի հավաքած մյուս ապացույցները, ներառյալ նրա կապը հաքերի հետ, փոխեցին գործի ողջ ընթացքը։ Արմանին ազատ արձակեցին, և նրա դեմ բոլոր մեղադրանքները հանվեցին։ Անուշին ձերբակալեցին խարդախության, զրպարտության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Ճշմարտությունը հաղթանակեց, բայց այդ հաղթանակը դառը համուն էր։ Մարին վերադարձրեց իր բարի անունը, բայց կորցրեց այն, ինչ համարում էր իր կյանքի մի մասը, իր ընկերուհուն, իր քրոջը։ Նրանց վերջին հանդիպումը տեղի ունեցավ դատարանի դահլիճում։ Նրանց հայացքները խաչվեցին։ Անուշի աչքերում զղջման նշույլ անգամ չկար, միայն սառը, անզիջում ատելություն։ Մարին հասկացավ, որ որոշ վերքեր երբեք չեն սպիանում, և որոշ կապեր, նույնիսկ արյունակցական, կարող են թունավորվել ստով և վիրավորանքով։ Նա շրջվեց և դուրս եկավ դահլիճից, թողնելով անցյալը հետևում։ Նրա կողքին քայլում էր Արմանը։ Նրանց առջև նոր կյանք էր, որը պետք էր կառուցեին քանդված հիմքերի վրա, բայց այս անգամ առանց տվերների և գաղտնիքների։ Նրանք գիտեին, որ իսկական կապը ոչ միայն արյան մեջ է, այլև ներելու և միասին առաջ գնալու ունակության։ Մի քանի տարի անց արևոտ առավոտ է։ Մարին իր նոր լուսավոր արվեստանոցում է։ Նրա բիզնեսը ոչ միայն վերականգնվել է, այլև ծաղկում է ավելի քան երբևէ։ Նրա նոր հավաքածուն կոչվում է ներում։ Նա աշխատում է, և նրա դեմքին հանգիստ ժպիտ է։ Արմանը մտնում է ձեռքին սուրճի 2 բաժակ։ Նրանց հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, կոփված փորձությունների կրակով։ Նրանք խոսում են, ծիծաղում։ Անցյալի ցավը մնացել է, բայց այն այլևս չի կառավարում նրանց կյանքը։ Երբեմն Մարին մտածում է Անուշի մասին, ով դեռ բանտում է։ Նա զգում է ոչ թե ատելություն, այլ տխուր խճահարություն այն կոտրված հոգու համար, որը չկարողացավ գտնել իր խաղաղությունը։ Նա հասկացել էր, որ ամենամեծ վրեժը սեփական երջանկությունն է, և նա երջանիկ էր։ Նա սովորել էր ամենակարևոր դասը. նախանձը և թաքնված վիրավորանքները կարող են ոչնչացնել ամեն ինչ, բայց ներելու ուժը կարող է վերակառուցել նույնիսկ ամենախորը ավերակները։ Նրա պատմությունը դարձել էր ոչ թե դավաճանության, այլ վերածննդի պատմություն։ Եվ սա միայն սկիզբն էր։